Հանգիստ լիարժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մաղալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ, ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքները։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարեկամներ, գնացեք Երևան Post Granada Hills-ում, տվեք վրեժի անունը եւ ստացեք բացառիկ զեղչ։ Օդանավով ծանրոցի առաքում պաունդը ընդամենը $1.99։ Այո, պաունդը 1.99։ Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, ABC հեռուստաընկերության եթերում մի մեդալի պատմություն հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Անկեց Խոստովան եմ, իմ այսօրվա հյուրը, որին քիչ հետո կներկայացնեմ, երկար ժամանակ փորձում էր նրա հետ հաղորդում պատրաստել։ Ամեն անգամ խուսափում էր, ամեն անգամ մի պատճառ գտնում էր, ամեն անգամ արդարանում էր, որ ժամանակ չունեմ, արածս գործը արել եմ, ինչի է պետք որ ներկայացնեք այս ամենը հարությունը իմանա։ Ես իմ գործը հանգիստ կատարում եմ, ինձ մի խանգար է։ Փառք Աստծո կարողացանք համոզել վերջապես Էլվիս Մադաթյանին, որպեսզի նա այսօր հյուրընկալվի ու ներկայացնի այն մեծ աշխատանք, այն մեծ բարերարական, այդ նվիրատվական հայրենանվեր գործունեությունը, որ կատարել է եւ այստեղ նահանգներում, հայ համայնքում եւ իհարկե նաեւ Հայաստանում ու Արցախում։ Թե ինչքան մեդալ է ստացել Էլվիս Մադաթյանը, երևի ասում են թիվ ու սահման չկա, պարզապես այսօր 1-2-ին իր հետ բերել են, էլ շատ խնդրելուց հետո Էլվիս ջան, քեզ հաջողվեց, մեզ հաջողվեց, որպեսզի գաք ու մենք կխոսենք այն մեծ աշխատանքի մասին, որ կատարել եք այս տարիների ընթացքում։ Լավ, ինչու եք խուսափում հաճախ հանդիպելուց։ Վարդան ջան, դե գիտես, ես որ անում եմ, չեմ սիրում բացահայտվեմ, արտահայտվեմ, ցույց տամ ինձ չգիտեմ, ես սիրում եմ անեմ, բայց չխոսամ, երբեք Բայց երբեմն նաև մարդիկ իր արած գործը, այդ աշխատանքը, որ կատարել են, դա նաև պիտի հանրությանը ներկայացի, դա նաև սերունդներին պիտի ներկայացի, նաև պիտի հասկանան, դա դաստիարակչական նաև աշխատանք է, գործ է, որ նաև դիմացինը պիտի հասկանա, որ այս աշխարհում ոչինչ չունես կորցնելու, բացի անուն թողելուց, պիտի կարողանաս անուն թողես, որպեսզի սերունդները այդ ամենը շատ լավ հիշեն ու գնահատեն։ Լավ, ինչից սկսվեց, ինչպես սկսվեց, դու կարող ես մի փոքր քո մասին պատմել, որպեսզի մեր հեռուստադիտողները ավելի լավ ճանաչեն Էլվիս Մադաթյանին։ Որտեղ եք ծնվել, որտեղ եք ապրել, Հայաստանում եք եղել, երբ եք եկել։ Ծննդով ծնվել եմ Պարսկաստանում, որ 5 տարեկանից մենք տեղափոխվել ենք Հայաստան, որտեղ ապրել եմ Աբովյան քաղաքում, ավարտել եմ միջնակարգ դպրոցը Ծորով։ Բայց հետո տենց ես այն ժամանակից բանից ես տես բաներ եմ արել, օգնություններ եմ արել։ Մտել եմ աշխատանքի, իմ օգնությունները սկսել եմ։ Ասում են, որ բարերար հայրենանվեր գործ կատարել համար պիտի նաև գեներիտ մեջ լինի։ Ծնողները, հարազատները նման աշխատանքով, նման գործունեությամբ զբաղվել են։ Ես չեմ զբաղվել, բայց մայրս շատ էր օգնում, որ չուներ մեկը մնաք խեղճ էր, բան, շորեր էր, բաներ էր, խղճով էր, մայրս շատ խղճով էր։ Հետո երկրորդը Մադաթյան ազգանունը հենց այդ բարերար կոչվում, այն Մադաթյան ազգանունը ինքը որ կա, այդ էս կոչվում է բարերար։ Այսինքն դու հավատարիմ ես մնացել այդ ազգանունին։ Ազգանունը հավատարիմ եմ մնացել։ Մեկն ու մեկս պետք է հավատարիմ մնա։ Դպրոցը ավարտելուց հետո եկել եք Հայաստան, գաղթել եք Հայաստան ընտանիքով, չէ՞։ Թե դուք Հայաստանում ես։ Հայաստանում եմ դպրոց ավարտել, ես 4 տարեկանից եմ եղել գնացել եմ Պարսկաստանից Հայաստան եմ գնացել։
Սպորտ աշխարհի երբևիցե կապ ունեցել ես։ Այո, ես ջիմնաստիկ եմ եղել, ջիմնաստիկով զբաղվեցի, որ Աբովյանում ջիմնաստիկայի հետո լավ որ պարապում էի, ինձ տարեցին Ազարյանի մոտ։ Ազարյանի մոտ պարապելուց մրցումների պետք է գնային, Պարսկաստան, իմ ծննդականս որ Պարսկաստան էր չթողան։ Չթողեցին, ես հիաց թափվեցի։ Ասեցին կգնաս կմնաս, չես գա։ Ասեցին դե բարեկամ ունես, բանես սովետական ժամանակ, դες բաներ կար էլի։ Հետո չթողեցին, ես էլ հիաց թափամ դուրս եկամ, ցիրկում հրավիրեցին ինձ, ասան կարիք ունեն կակրաբատիկ բան։ Դե գիտես, մեր ծնողները այն ժամանակ ցիրկն էր պակաս, այս ցիրկ ինչ ամոթ է։ Սաղ երկեցին մնացել էր Սարի սմբուլ, այ ասում պինգ-պոնգն էր պակաս, Էլվիսին պետք է կրկեսում տեսնի։ Լավ, քանի որ Ազարյանի դպրոց ասեցիր, ես գիտեմ բազմաթիվ դպրոցներ եք հովանավորել, բազմաթիվ դպրոցներ եք վերանորոգել հանրապետությունում, Արցախում նույնպես։ Ազարյանի դպրոցում լումա ունեցել եք որ։ Այո, ես 35 տարի առաջ այո, օգնությունները, կոմպյուտերները վերանորոգումը, բան ամենը ես արեցի։ Երևան գնալուց գնում ես մարզադպրոց, մտնում ես այն դալիճը, որտեղ պարապել ես։ Առաջի անգամ որ 36 տարի առաջ Ազարյանի հետ ես 3 օր իր հետ եմ անցկացրել։ Հրավիրերը 3 օր իր հետ ենք անցկացրել։ Հետո ես վերադարձա ստեղ, արդեն օգնեցի, այգին օգնություններ արեցի։ Այստեղ տղայի տեձիկի հետ կապ ունեցել ես, թե չէ։ Ճիշտ ասած, ոչ։ Մի անգամ եմ տեսել, բայց էլ չեմ։ Էլվիս, կա արդյոք ինչ-որ թիվ, սովորաբար մարդիկ, ես գիտեմ ովքեր որ գործ են արել, այսպես մի դավթար են պահում ու մեջը գրում են ինչքան արել, ինչքան գումար են հատկացրել, ինչքան գույք են տվել, այսպես մի հատ պատմություն կա, որ մեր ամբողջ գիրք կարող են էջերով լրացնել։ Դու նման ցուցակ ունես քո մոտ արած։ Ես չէ, ես երբեք չեմ մտածել որ անեմ պետք է ցուցակ, այդ արդեն որ այդ ցուցակ պահեմ ինձ մոտ կամ ցուցադրեմ, այդ նշանակում ուզում ինձ ցույց տամ, ես արել եմ հոգու ցանկությամբ, իմ սրտի ցանկությամբ եմ արել, ես անթիվ է, ես չեմ կարող գումար ասեմ, գիտես մեր հայերի խասատիճը, եթե դու մի հատ գումար ասես, ասեց էլի մի բան ասեց էլի, մեր ազգը մի հատ ամենավատ խասատը նախանձություն որ բերանա մեր ազգի մեջ, շատ լավ կլինի, մեր ազգից հասնող չի լինի։ Շատ ես հանդիպել նախանց մարդկանց։ Շատ։ Դրա համար ես չեմ ուզում շատ երևամ, շատ ներկայանամ, կասեմ դե ես ինչ ամեն անգամ TV-ում խոսում եմ, էս եմ արել, այն եմ արել։ Ես անչափ եմ արել։ Իմ անելը ես ինքս պատկերացրել զարմանում եմ, թե ոնց եմ հասցրել այդքան բան եմ արել ես։ Այսօր դու պիտի չասես, այսօր մարդիկ կան, որոնք ասել են ու ասելու են, որտեվ այդ մարդիկ, երբ որ այսօր կայացել են, այդ մարդիկ, որ այսօր ունեն մարզադպրոց, այդ մարդիկ, որ այսօր անվճար իրենց երեխաները սովորում են, դա արդեն մեծ աշխատանք է, որ շնորհիվ ձեզ, օրինակ ես գիտեմ Արցախում բազմաթիվ դպրոցներ, Երևանում կարատեի բազմաթիվ դպրոցներ կան, որոնք ձեր հովանավորությամբ դուք վճարել եք, որպեսզի երեխաները փողոցից կտրվեն ու գան մարզադահլիճ պարապեն։ Բանակի համար եմ պարապել, որ բանակ գնան, կողպված լինեն, պատրաստված լինեն։ Ու էդ էլ ասում, ոչ մեկ ինձ $100 չի օգնացել, Մադաթյանին օգնեն, որ ես մեր լումաներ դնենք։ Լրիվ ես ինքս եմ արել, ոչ մեկը չասի հանգարց ես իրան օգնել եմ, դրա համար էլ եթե մեկը մի $100 օգնել մի օգնեք, ասեն փոստ կերերա։ Ես առաջի անգամ, երբ որ Էլվիս Մադաթյանի այդ անունը լսեցի ու հանդիպեցի, Սերգեյ Խաչատրյան ունենք, կարատեի մեր լավագույն մարզիչներից ու ֆեդերացիայի նախագահ, Սերգեյը իր տեսանյութ ցուցադրեց ինձ, որ մարզադպրոցի սաները անվճար են պարապում, Միացյալ Նահանգներից մի լավ հայ տղա կա, մի լավ բարերար Էլվիս անունով, ով օգնում է, որպեսզի մոտ 200-ից ավելի երեխաներ այդ մարզադպրոցում զբաղվեն կարատեով։ Հիմա ես առաջարկում եմ դիտենք այդ փոքրիկ տեսանյութը, որից հետո մենք շարունակենք։ Իսկ այս հրաշք մարդասիրական մեծ գործին առաջնահերթ դերօգնությունը ցուցաբերեց Ամերիկայում բնակվող մեր հայրենակից Էլվիս Մադաթյանը։ Ֆեդերացիան ծավալում է իրականացել է Էլվիս Մադաթյանի շնորհիվ, ով մեզ հովանավորում է շուրջ 2 տարի, շնորհակալություն ենք հայտնում ամբողջ մարզչական կազմով Էլվիս Մադաթյանին, ինչպես նաև մեր ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Խաչատրյանին, ով պատրաստական է միշտ օգնել ֆեդերացիային եւ մեր կողքին է ամեն մի դժվար պահին։
Ահա որ հաճելի է, երբ մեր շարքերում տեսնում ես այսպիսի հայրենասեր անհատի, ինչպիսին է պարոն Մադաթյանը։ Նրա օգնությունը եւ աջակցությունը մինչ օրս շարունակվում է։ Նրա հովանավորությամբ ոչ միայն մայրաքաղաքում, անգամ մինչև Արցախ բացվել են ֆեդերացիայի մասնաճյուղերը։ Բոլոր մարզիկների աշխատավարձները եւ մյուս բոլոր ծախսերը կապված են ֆեդերացիայի հետ իրականացվում է Էլվիս Մադաթյանի բարձր հովանու ներքո։ Այս դպրոցում ենք մենք կուզենայի նշեի, որ մեր ֆեդերացիան անվճար պարապան շուրջ 2 տարի ի շնորհիվ Էլվիս Մադաթյանի մեծ բարերար։ Էլվիս Մադաթյանը, ասեմ ձեզ, իմ ընկերն է, մեծ բարերար, որը բնակվում է Միացյալ Նահանգներում, Գլենդելում։ Երբ որ առաջարկեց, որ ֆեդերացիային բարեգործություն անի, ես խնդրեցի, որ ուղղակի ֆեդերացիան պարապի անվճար, եթե հնարավոր է, այսինքն մեր մարզիչները ստանան աշխատավարձ Միացյալ Նահանգներից եւ երեխաների համար մարզումները լինեն անվճար։ Սերգեյ Խաչատրյանի հետ այստեղ նահանգներում հանդիպել եք ինքն։ Այո, հիմա պատրաստվում ենք կազմակերպենք մի հատ Էլինտոն։ Անում է, հիմա Սերգեն անում է այդ։ Էլի դուք կանգնած եք Սերգեյի կողքին։ Այո, իհարկե։ Մեզ մի 2 տարի դադար էի, 3 տարի, բայց հիմա էլի արդեն կամաց կաշխատենք, սկսենք էլի։ Հետաքրքիր է, նաև իհարկե օգնության կարիք չունի, բայց կարծում եմ այստեղ նահանգներում մարդիկ պիտի գտնվեն, ովքեր հնարավորություններ ունեն, ովքեր մտածում են ազգի մասին, ովքեր մտածում են սերունդի դաստիարակման մասին, սերնդի։ Հնարավոր չէ արդյոք այն մարզադպրոցները, որտեղ որ երեխաները վճարովի պարապում են, դուք վերցնեք ձեր վրա, ունակի մտքով անցավ, չգիտեմ, դուք վերցնեք ձեր վրա այդ, ասենք 20 երեխայի ուսման վարձը, պարապմունքների վարձը, եւ այդ երեխաները գան փողոցից, այդ հեռախոսից կտրվեն, ունեք նման ցանկություն ունեք։ Իհարկե սկսում ենք այսա շուտով, անում ենք։ Այսինքն այդ ծրագիրը կա։ Արդեն մեծ ծրագրեր կա այստեղ, որ երեխեքին դպրոցից կտրենք, ամեն ինչից կրթենք, տնենք, ով իշ ճիշտ ուղու վրա դնես։ Ուղու վրա դնենք, ով իշ ցանկություն է համերկազում կամ ուզում է սովորի երաժշտական բան, տենց պատրաստվում ենք արդեն իհարկե։ Ինչն եք նախ այդպես առաջնայինը համարում, որ գործը ձեր համար ամենակարևորը, որ պետք է հենց այդ հարցին դպրոց կլինի, մարզադպրոց կլինի, բուհական որևէ բան կլինի, զինվոր կլինի, չգիտեմ, առաջնայինը ձեր համար սկզբունքը որն է, օգնել ինչի, հանուն ինչի։ Հանուն հայրենիքի, ինչի, հանուն մեր հայի, հայության, հայ ազգը թող բազմանա, կրթվի, հանուն մեր հայրենիքի համար, որ կրթություն ստանան, գոնե մի անենք, որ ես չեղևեն ես երիտասարդությունը, հիմա ինքան արդեն դրագիստներ շատացել, ինքան անչափ չես պատկերացնում, ես կյանքի մեջ եմ, տեսնում եմ, բայց աղեկին էլ օգնում եմ, շատերին օգնում եմ, ով ուզում է ընդունվի ակադեմիա բան, ծանոթություն ունեմ, բան եմ անում, ուղղություն եմ ցույց տալիս, ուզում եմ եթե պոլիս ակադեմիա էլ է զանգում եմ, օգնում եմ, շատերի կանոններ չեմ ացում, շատերին եմ օգնել, մինչև արդեն FBI-ում աշխատում են լավ պաշտոնի է։ Իդեպ Երևանյան հեռուստա եթերներից մեկի ժամանակ ուրեմն ցուցադրվեց մի տեսանյութ, ավելի ճիշտ մեկնաբանը հաղորդավարը ներկայացնում էր մի թուղթ ցույց տվեց, որտեղ մարշալների այդպես հիմա տեսեք ես տեսանյութը եթերում է, ցուցադրում է այդ տեսանյութից հատվածներ եւ նշում, որ այս ամենի մեջ մեծ աշխատանք է կատարել հայ մեծ բարերար, ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը։ Ինչի մասին էր խոսքը։ Մի փոքր բացենք փակագծերը։ Ես մի հատ կազմակերպություն միջազգային, աշխարհի միջազգային գրանտներ Էտիկա արդեն չեմ ուզում դրա մասին խոսամ, որտեղ հոգներ են, քանի տարիներ մենք տանջվեցինք, որ Հայաստանին օգնությունները այդ լրիվ կա, ես ձեզ հիշում ես ցույց եմ տվել, բայց ոչ միտեղ չեմ արտահայտվել, որտեղ չեն հավատում կամ էլ չգիտեմ ինչ ասեմ։ Այսինքն դուք պատրաստ եք այդ մեծ գրանտը մոտարապես 1 միլիարդի հասնող գումարը լրիվ դուք ինքներդ ձեր աշխով տեսաք, որ բանկը փրովը տվեր ամեն ինչը, money laundry չէր, լրիվ բայց չուզեցին։ Ես հիմա չգիտեմ պատճառն ինչի է չեն ուզել, բայց երբ որ նման պայր ես հանդիպում, երբ որ
փորձ ես կատարում որևէ լավ գործ կատարելու, խանգարողները շատ են լինում։ Երբևիցե մտածել ես, որ վերջ, էլ չեմ անելու, չեմ ուզում։ Շատ եմ հիասթափվել, այո, շատ եմ հիասթափվել, բայց չի լինում, որ մեջումս կա, ասում եմ, լավ, անեմ, ուզեցել եմ դադարեմ, բայց որ մեջումս կա, պրոստը գիտես այնա, որ չես գնահատվում, գնահատվել ինչի կողմից, ժողովրդի կողմից, եթե օրինակ անհատական շատ եմ ել, անհատական էլ շատ արի Վարդան ջան, այն անհատական մարդ չկա զանգեր, տան վարձներ չեմ անում, էսերենը, բայց գիտես ոնց է, անում ես, չէ, հետո գզանգի կասի նորից ուղարկե, ասում ես լավ, երկրորդ անգամ ուղարկեմ, դեղերի համար, այն միսը գզանգի նորից ուղարկե, հերթ չեն տալիս, որ կարողանաս սաղին օգնես, անդադ որ չուղարկես, չէ, երրորդ անգամ կգրեն, ասում եմ, ձեզնից չենք սպասում, ամոթ ձեզի։ Ու Էլվիս լայքեր կտան, բաներ կանեն, կգրեն, բանաստեղծություններ, հենց որ ուզում ես մյուսին օգնես, այս արդեն քո վրա բլական։ Տես, ես տեղեկացել եմ, որ նաև անձամբ ես դու նույնիսկ անձամբ չես էլ գնացել, բայց Գյումրիում բնակարաններ ես առել մարդկանց անօթևան մարդկանց նվիրել ես։ Գյումրին ես 6 տարի Գյումրին օգնություններ եմ տվել։ Ես ինչ որ ասում եմ, Վարդան ջան, դու տեսել ես, չեմ սիրում խոսալ, ես սիրում եմ, ես որ ձեզ պատմում եմ, դուք ինքներդ տեսել եք արդեն։ Չնայած ով ուզում է հավատա, չհավատա, դա իրանց գործն է, ես իմ ցանկությամբ եմ արի։ 6 տարի ես ինչ ասես, ինչ մտքով տանցի, մի բան ասեմ չեմ արի։ Ինչ մտքով տանցի։ Շատ բան կա ասելու, նաև ես նկատեցի մի տեսանյութ, որտեղ դպրոցի բացում էր եւ դպրոցի տնօրենը ողջավորված ներկայացնում էր, որ վերանորոգման ամբողջ աշխատանքները կատարվել է Էլվիս Մադաթյանի ուրեմն հովանավորությամբ եւ երեխաները մի շատ հետաքրքիր էսպիսի կադր էր երրագույնը հագած, բոլորը այդպես միաձայն շնորհակալություն էին հայտնում բարերար Էլվիս Մադաթյանին։ Դրանից լավ բան երևի չկա, չէ՞։ Իհարկե, դրանով դու ուրախանում ես, էներգիա ես ստանում երեխեքը ու անում ես կրթության համար, դե լավ բան ես անում երեխեքի համար, դու արդեն դու էտիկ ամենամեծ բուժումն է քեզ տալիս, դրանից լավ բուժում չկա, բարի գործությունը, որ ամեն անեն, չէ, մեր ժողովուրդը իրար օգնեն, դրանից լավ բուժում չկա, դու արդեն հանգիստ քնում ես, քեզ վրա էներգիա է գալիս, ինքդ արդեն ուզում ես, ասում ես վաղն ես անեմ, միսոն ես անեմ, էներգիա ես ստանում։ Այսինքն ինչքան շատ ես անում, այնքան լիցքավորվում ես դու։ Լիցքավորվում ես, գիտես որ լավ բան ես անում, բարի գործությունը հեշտ բան չի, ամեն մարդը գիտես վատտուն անելը ամենադժվարը լավություն անելն է, վատտուն անելն է հեշտ։ Որ գնում ես Երևան, հանդիպում ես այն մարդկանց ում հետ կամ այդ դպրոցները գնում ես, տեսնես գոնե ինչ աշխատանք է կատարվել, այդ գումարները իզուր չի տեղ հասել։ 34 տարի, 5 տարի չէի գնացի, 2 տարի առաջ գնացի։ Այսինքն դուք ինչ արել եք այստեղից առանց տեսնելու նպատակին հասնում ան թե։ Վստահեր եմ, բայց ինչ արել եմ տեղ ասել, ճիշտն ասած։ Անհատականներ եմ արել, որ կորերա չեմ գնահատում, բայց դպրոցները լրիվ հաշվել եք թվով քանի դպրոց եք վերանորոգել Հայաստանում։ Շատ է, քան շատ է որ ես երբեք չեմ մտածել որ պետք է գրեմ ես եմ արել, երբեք ես ինչ կա իմ սրտի մեջ է։ Մնացած թե ժողովուրդը գնահատեն, չեն գնահատի։ Ժողովուրդը գնահատում է, մարդիկ գնահատում են, հասկացող գնահատող մարդիկ միշտ էլ ուշադիր են ու միշտ էլ հոգատար են ու առավել եւս երբ որ տեսնում են մարդը մի բան անում ու հետևից չի գալիս այդպես կամերաները կամ հեռախոսները առած նկարեն որ եկավ բերեցին, տվեցին, տեսեք ինչ են անում, շատ քչերն են այդպես, երբ որ անում են ու վստահում են մարդկանց, որ արած գործը նպատակին կհասնի։ Իհարկե։ Հիմա ինչ գործունեությամբ եք զբաղվում, ծրագրեր ունեք դուք։ Մեջում եմ, ես ձեզ ասեցի, մեջում ենք տվել, մեր արդեն 3 տարի, 4 տարի մեջում ենք տվել, ուզում ենք մեծ ծրագրեր անենք, շատ մեծ, որ մենք տեսնենք ինչ է կայս, Հայաստան շատ խառն է, չգիտես որտեղից սկսես, որտեղից վերջացնես, ում հետ խոսած, ում հետ չխոսած։ Ինձ մի բան զարմացրեց, Միացյալ Նահանգներում գործարար մարդը, երբ որ բիզնեսի աշխարհում է արդեն 40 տարի, դուք ստեղծել եք ձեր
body shop-ը, այսպես ասեմ, ավտոբիզնեսը, Մենակ body shop չէ, շատ բիզնեսներ եմ ունեցել։ բայց ավելի շատ 40 տարի հենց այդ աշխատանքը որ դուք համարում եք ձեր համար ոնց որ ամենահոգեարազատը Դա իմ հոբին է, բանը հոբին է, էլի որ ասած։ Դա իմ հոբին է։ Իսկ դուք մեքենայի արեստավոր եղել եք թե։ Այո, ես ինքս այնտեղ բանը գարաժ ունեի ես այնտեղ էլ։ Եկաք նահանգներ, ինչի սկսեցիք։ Հենց նույն աշխատանքը body shop-ից, ավտոյի սերվիս բացեցի, Աղաջանյան վրեժի մոտ էի ես աշխատում։ Մի որոշ ժամանակ աշխատեի, մի տարի հետո ես բացեցի իմը, ու ես տենց սկսա ու շատացրեցի, բարգաստու։ Շատ է փոխվել։ Շատ, անչափ է փոխվել, իհա։ Երբևիցե մտքովդ անցել է որ գաս Հայաստան այնտեղ ապրես։ Ես սիրում եմ այդ խոսք չկա Հայաստանը։ Ես չսիրեի այդքան օգնություններ չեմ անի, այդքան չեմ տանջվել։ Ես իհարկե կուզենայի, ինչու՞ չէ, բայց Պիտի մնաս այստեղ աշխատես, որ կարողանաս օգնես Հայաստանին։ Ասում եմ, ինչքան ուժ ունեմ, այնքան ես պիտի կարողանամ իմ ժողովրդին, իմ ազգի կողքին լինել։ Ոնց պատերազմի ժամանակ զանգեց, ասի գալիս եմ, ասա պետք չի դու տեղից ավելի շատ օգտակար ես, քան զգացես ինչ պիտի անես։ Հիմա սիրելի բարեկամներ, մեր հաղորդումը մոտենում է ավարտին, բայց այնքան ոգևորվել է, այնքան մի շնչով անցավ եթերը, մենք չխոսեցինք այն պարգևների, այն մեդալների մասին, որ Էլվիս Մադաթյանին շնորհել են տարբեր կազմակերպություններից, տարբեր ընկերություններից, այստեղ կա Տիգրան Մեծի շքանշան, որ ստացել ես եւ ունենք ոնց որ ռուսական Ռուսաստանի Ամերիկայի եւ Միացյալ Նահանգների, հա, ռուս-ամերիկյան այդ մրցանակը, ինչ մրցանակներ են գուցե Ես շատ են, ես գիտեմ, բայց ես երկուսի մասին Դու կարդացիր այդ թուղթը, արդեն դու ինքդ գիտես ինչ։ Արևելյան Ամերիկայի չէ, մշակույթի, սպորտի, կրթության ոլորտում ներդրումներ կատարելու համար ամերիկա-ռուսական կազմակերպությունը, այո, այս հայկականը ես սա չգիտեմ ինչի համար էր տրված, սա էլի դպրոցների այնքան չգիտեմ չեմ հիշում, չեմ մտածում որ այս մեդալ տվել են։ Կարևորը ես մի բան վատ եմ զգում, բերեմ մեդալներ ցույց տամ, ցուցադրեմ ինձ Վարդան ջան։ Էլվի ջան, դրա համար ես հաղորդման սկզբում ասացի, որ այնքան դժվար էր քո հետ պայմանավորվել, ամեն անգամ ինչ որ մի պատճառ գտնում էիր, ժամանակ չկա, չեմ ուզում, թողեք ես աշխատեմ, ես իմ գործը կատարեմ, բայց կարծում եմ մենք պիտի բոլորս արժևորենք ու գնահատենք նաև մեր հաղորդումների միջոցով հեռուստադիտողը պիտի նստի, եթերը նայի ու շատերը նաև ասեն ձեզանից շատ շնորհակալ եմ որ դուք ինքդ գնահատել եք իմ լսել եք գնահատել եք միշտ էլ ինձ հարգանք ցույց տվեք ես շատ զգացված եմ դրա համար Վարդան ջան դրա համար ես ձեզ շատ արգելով չկարողացի էլ մերժեմ ձեզի որովհետև դուք շատ լավ անձնավորություն եք ինձ համար եւ շատ բաներ եք դուք անում մեր սպորտի մեջ եւ դրա համար ես էլ ձեզ հարգելով, ձեզ սիրելով ես էլ ներկայացա որ շատ շնորհակալ եմ մենք գրեթե նույն գործն ենք կատարում դուք ձեր հնարավորության սահմաններում եք անում բարերարությունը մենք էլ մեր խոսքով, մեր կատարած գործով փորձում ենք նաև ներկայացնել մարդկանց, ովքեր հայրենանվեր ու ազգանվեր գործ են կատարում, մարդիկ ովքեր մեծ հաղթանակներ են նվաճում, պարգևներ են նվաճում հանուն մեր ազգի, հանուն մեր երկրի, բարձրացում է մեր եռագույնը, հնչում Հայաստանի Հանրապետության օրհներգը ու դա կարող է մարդուն արտասվելու չափ ոգևորություն պարգևել։ Այնպես որ ես ուզում եմ բոլորի տանունից մեկ անգամ եւս մեր հարգարժան Էլվիս Մադաթյանին ասենք շնորհակալություն, որ աննկատ, մարդ անտեսանելի, այսպես ասեմ, գործ կատարող մարդ, որ երբեք չի փորձել ցուցադրվել, երբեք չի փորձել նույնիսկ Շարլի մեդալը ստանալու, անվան մեդալ ստանալու նպատակով Փարիզի այդ մրցանակաբաշխությանը նա չի գնացել, չի մասնակցել, մտածելով որ ինչ կարիք կա, ես արել եմ այն գործը, թող գնահատողները գնահատեն, բայց մեդալը պայել եք, ունեք, չէ՞։ Շարլի այդ մրցանակը ունեք։ Էլվի ջան, հաջողություն եմ ցանկանում ձեզ, շարունակեք աշխատել, շարունակեք ստեղծել, շարունակեք ձեր բարերարությունը կատարել, որտեղ այսօր առավել քան երբեք շատ ուրեմն սերունդ կա, որ դրա կարիքը ունի եւ մարզվելու, եւ աշխատելու, եւ պարապելու, եւ սովորելու, եւ վերջապես լավ հայ մեծանալու։ Այո։ Այսքանը բարեկամներ, մի մեդալի պատմություն էր իմ հաղորդման հյուրը Էլվիս Մադաթյանն էր, ստեսյուն։
Հանգիստը լիարժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մաղալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Post-ը Գրանադահյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օթանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարեկամներ, գնացեք Երևան Post Գրանադահյուզում, տվեք վրեժի անունը եւ ստացեք բացառիկ զեղչ։ Օթանավով ծանրոցի առաքում պաունդը ընդամենը $1.99։ Այո, պաունդը 1.99։